եթե մենք փորձենք վերացարկվել խաղաղաշինության նախաձեռնություններից, նրանից թե ովքեր են ներգրաված եւ այլն, Հայաստան, Ադրբեջան փորձում են կառուցել, հայտարարում են, որ գնալու են խաղաղության ուղղությամբ։ Ինչն է այս պահին, որ գոնե ձեզ համար ամենախնդրահարույցն է կամ որ ստիպում է, որ դուք օրատես լինեք այս հարցում։ Մի քանի բան են, այսինքն երաշխիքների պակասը, ասիմետրիան, որի մասին խոսացել ենք, հենց այս բոլոր ոլորտների հարաբերակցությունների լուրջ ասիմետրիան, մտադրություններն է բնականաբար, վստահության լուրջ պակասն է, հասարակությունների պատրաստ չլինելու խնդիրն է, աշխարհաքաղաքական բաներն են, գործոններն են, եւ այսինքն մի քանի բան են, բայց ես մեծ խնդիր ունեմ ամբողջ այս գործընթացի հետ, որովհետև ես չեմ տեսնում որպես շատ թե քիչ, ինչ են ասում, ասիմետրիան կամրջված process, այլ սա շատ հստակ իմ համար հաղթողի խաղաղությունը ամրագրելու process է։ Ամրագրվել է ռազմականով, ամրագրվում է քաղաքական ոլորտում, հաղթողի խաղաղությունը, peace through victory or victor's peace, շատ կարևոր է հասկանալ, ամրագրվում է դիվանագիտական դաշտում, ակադեմիական դաշտում եւ վերջապես քաղաքասարակության դաշտում, ինչից որ դուք սկսեցիք խոսել։ Այսինքն ես սա այսպես եմ տեսնում։